ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նիկոլոս Ցամխարաձեն հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյքերի հետ։ Զրուցել են վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավման և ռազմավարական գործընկերության վերականգնման վերաբերյալ։ Զրույցը անդրադարձել է նաև անվտանգության մարտահրավերներին։ Հանդիպմանը ներկա է գտնվել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին։ Մերձավոր Արևելքում հրթիռային հարձակումը շարունակվում է։ Գիշերը Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներով հարձակում է իրականացվել 3 անգամ։ Օդային տագնապ է հայտարարվել նաև Իսրայելի կենտրոնական հատվածում, Երուսաղեմի շրջակայքում և Արևմտյան ափի որոշ տարածքներում։ Իսկ Իսրայելը Իրանում ռմբակոծել է բալիստիկ հրթիռների արձակման կետերը։ Հրթիռային հարվածներ են հասցվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահ խմբավորման մի քանի հրամանատարական կենտրոններին։ Նաև հայտնի է դարձել այն, որ հազարավոր իրաքցի քուրդ մարտիկներ ցամաքային հարձակում են սկսել Իրանում, սակայն Fox News-ի կողմից տարածված այս տեղեկությունը Քուրդիստանի կուսակցություններից մեկի ներկայացուցիչը կտրականապես հերքում է։ Ինչ վերաբերում է Շրի Լանկայի տարածքային ջրերում իրանական ռազմական նավի դեմ իրականացված հարվածին, դրա հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել, մոտ 68 մարդ այս պահի դրությամբ համարվում է անհետ կորած։ ԱՄՆ-ի պատերազմի քարտուղարը հայտարարում է, որ իրանական նավի վրա հարձակումը իրականացրել է ամերիկյան սուզանավը տորպեդոյով, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սուզանավային տորպեդոյի կիրառման առաջին դեպքն էր։ Իրանի արտգործնախարարի հայտարարությամբ Վաշինգտոնը իրանական ռազմական նավի վրա հարձակման համար դառնորեն կզղջա։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությամբ Իրանը չի բացառում Իսրայելի միջուկային օբյեկտին հարված հասցնելը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաքննում է Իրանում դպրոցի վրա իրականացված հարվածը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղար Փիթ Հեքսեթի խոսքով քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունը երբեք չեն եղել Ամերիկայի թիրախը և նրանք երբեք չեն հարվածել քաղաքացիական օբյեկտներին։ Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծման հետևանքով զոհվել է առնվազն 150 մարդ։ Իսկ ինքն Ամերիկայի նախագահը հայտարարում է, որ Վաշինգտոնը ճակատում լավ է աշխատում։ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմի առաջին օրերը հայտարարել է Ամերիկայի մեծ հաջողություն և այդ հաջողությունը գնահատել է 10 բալանոց ցանդղակից մոտավորապես 15-ով։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարում է, որ Ամերիկան Իրանի դեմ երկարատև պատերազմ վարելու համար ունի ավելի քան բավարար զենք։ Քերոլայն Լևիթի խոսքով Ամերիկան ունի զենքի պաշարներ այնպիսի վայրերում, որոնց մասին այս աշխարհում շատերը նույնիսկ չգիտեն։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփն ուներ փաստերի վրա հիմնված զգացողություն, որ Իրանը պատրաստվում էր հարձակվել ԱՄՆ-ի օբյեկտների վրա և ռազմական գործողություն սկսելու որոշումը ընդունել է հենց այս պատճառների հիման վրա։ Դրա հետ մեկտեղ Քերոլայն Լևիթի խոսքով Ամերիկայի հետախուզությունը ուսումնասիրում է տեղեկություններն այն մասին, թե Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին փոխարինել է իր որդին։ Ռուսաստանի նախագահի հայտարարությամբ Ուկրաինան արևմտյան հետախուզական ծառայությունների աջակցությամբ պլանավորում է պայթեցնել Սև ծովի գազատարները։ Վլադիմիր Պուտինի խոսքով, այնպես ինչպես մի անգամ պայթեցրին հյուսիսային հոսքը, այժմ պատրաստվում են պայթեցնել Կապույտ հոսքը և թուրքական հոսքը։ Նրա խոսքով Կիևի պահվածքը ագրեսիվ և շատ վտանգավոր է և Մոսկվան այդ հարցի հետ կապված տեղեկացրել է իր թուրք գործընկերներին։ Բացի այդ, նա նշել է, որ հաշվի առնելով Եվրամիության մտադրությունը ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումները, Ռուսաստանը կարող է վաղաժամ դուրս գալ եվրոպական շուկայից և անցնել ավելի հետաքրքիր գնորդների։ Սակայն Պուտինը նաև նշել է, որ սա ոչ թե որոշում է, այլ պարզապես բարձրաձայն մտածել։ Համաշխարհային բանկի Սև ծովի կապտեցման ծրագրի շրջանակներում Վրաստանում պլաստիկով աղտոտման նվազեցման վերաբերյալ ուսումնասիրության երկրորդ մասն է քննարկվել։ Հանդիպմանը ներկա են գտնվել շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի ներկայացուցիչները։ Համաշխարհային բանկի գնահատմամբ Վրաստանը օրենսդրական շրջանակ ստեղծելու ուղղությամբ նշանակալի հաջողության է հասել։ Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Սև ծովի էկոլոգիական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է խստացնել պլաստիկ թափոնների կառավարումը և խորացնել միջազգային համագործակցությունը։ Ռուսթավի քաղաքում Լեոնիձեի փողոցում սկսվել է նոր ենթակառուցվածքային նախագծի իրականացումը։ Աշխատանքներին ծանոթացել է Ռուսթավի քաղաքապետը քաղաքային խորհրդի նախագահի հետ միասին։ Ըստ նախագծի նախատեսվում է Լեոնիձեի փողոցի ամբողջական վերականգնում, որը կտևի 7 ամիս։ 13200 քառակուսի մետր տարածքում կփռվի եռաշերտ ճանապարհածածկ, կստեղծվեն կանաչ գոտիներ և ավտոկայանատեղեր։ Նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։
Այսօր Հոլիդեյին հյուրանոցում անցկացվել է հազվագյուտ գենետիկ հիվանդությանը կիստրոզ ֆիբրոզին նվիրված համաժողով։ Հարավարևելյան Եվրոպայի կիստրոզ ֆիբրոզի 13-րդ միջոցառմանը մասնակցել են Եվրոպայի տարբեր երկրներից մոտ 250 ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է միավորել կիստրոզ ֆիբրոզ ունեցող հիվանդների ընտանիքներին, հետազոտողների և տարբեր ոլորտների բժիշկների հետ, ինչպես նաև բարձրացնել տարածաշրջանում տեղեկացվածությունը կիստրոզ ֆիբրոզ ունեցող հիվանդների կարիքների մասին։ Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել եվրոպական փորձի փոխանակում, որը հիմք կդնի Վրաստանում ժամանակակից բուժման և հետազոտության մեթոդների ներդրմանը։ Գերմանիայի պաշտպանության նախարարի հայտարարությամբ երկիրը պատերազմի կողմ չէ։ Բորիս Պիստորիուսի խոսքով Գերմանիայի բանակը չի մասնակցի պատերազմին և երկիրը ամեն ինչ կանի իրավիճակի դեէսկալացիային նպաստելու համար։ Պիստորիուսը կոչ է անում Իրանին դադարեցնել հարձակումները և զերծ մնալ հակամարտության մեջ այլ պետություններ ներգրավելուց։ Նրա խոսքով պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմներ սկսելն ավելի հեշտ է, քան դրանք ավարտելը։ Բացի այդ, Պիստորիուսը նշել է, որ եվրոպացիները չպետք է անգործ մնան, պետք է մասնակցեն քննարկումներին և որոշեն, թե ինչ կարող են անել, որպեսզի Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվի։